Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը մեկնաբանել է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով ԵՄ-ի հետ գործակցությունն ու աջակցության մասին որոշումը։ Խանդանյանը նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է ԵՄ գործիքակազմն ու դրանց կիրառության արդյունավետությունը։ Արձագանքելով ընդդիմադիրների մեկնաբանությանը, թե դա միջամտություն է պետության ներքին գործերին, Խանդանյանը որպես համեմատություն օրինակ է բերել Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությանը։ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ, հայտարարել է ազգային ժողովի նախագահի տեղակալը արձագանքելով Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթի հայտարարությանը։ Ռուբինյանը հիշեցրել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հայտարարությունը, նշել, որ մշտական կապի մեջ են Իրանի գործընկերների հետ։ Երկրի ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ այս նախագիծը հաշվի է առնում Թեհրանի կարմիր գծերը։ ՊՆ մամուլի քարտուղարը ապատեղեկատվության մասին է տեղեկացրել։ Զինված ուժերում մեղմ ասած անփառունակ ծառայության աչքի ընկած անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող փորձ։ ԶԼՄ գործընկերներին կոչ են կանում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից։ Ավելի ուշ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, կառույցը ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը իրավական գնահատական տալու նպատակով։ Շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, հաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ։ Էրդողան։